Շարունակում ենք ծրագիրը հարգելի հեռուստադիտողներ եւ այժմ վերլուծությունների ժամանակն է Արմեն Չիբուխչյանի հետ ուղիղ կապի մենք պատրաստ ենք, կարծես թե Արմենն էլ է պատրաստ, բարև ձեզ Արմեն։ Ողջունում եմ ձեզ, ողջունում եմ մեր հեռուստադիտողներին։ Շնորհակալություն, մեր ողջույնները ձեզ նույնպես եւ կարծեք թե Երևանում շոքերը սկսվել են։ Այո, ձեր հագուստը նկատի ունեմ ուղղակի։ Այո, այսօր բավականին տաք էր Երևանում, ինչը զարմանալի է, բնորոշ չէ արդեն ճիշտ է ապրիլն է, բայց բավականին լավ եղանակներ են Երևանում։ Էլ չասենք, որ երեք հորդառատ անձրև է եղել։ Ուզում եմ ենթադրել, որ իմ այցելության պատվին է, բարեբախտաբար։ Երեկվա անձրևը ինչպես էր։ Եվ մի պահ եկավ անձրև, բայց թարմացնող էր, լավ էր, թարմեցնող, այսպես հովացնող անձրև էր։ Հեռվից հեռու տպավորությունը ուրիշ է, ասում էին հորդառատ անձրև 1 ժամանոց։ Մի պահ շատ հորդառատ էր, մոտ մի ժամ, 30 րոպե, 1 ժամ, շատ անգամ կարկուտ էր, մի պահ այսպես փոքրիկ, բայց բարեբախտաբար շատ արագ արևը բացվեց եւ եղանակը կրկին այսպես մեզ ուրախացնում է։ Սա էլ եղանակի տեսություն Երևանից, հիմա տեղափոխվենք Գյումրի, որովհետև այդ մասին ձեզ հետ կարծեք թե չենք խոսել, ձեր վերլուծությունները Գյումրիի ընտրությունների մասին ինչ տեղի ունեցավ։ Այո, քիչ առաջ տեղեկություն ստացվեց, այսինքն այսօր արդեն հրապարակվեց, որ կարծես թե քրեական գործ է հարուցվում, ուրեմն Վարդան Ղուկասյանի նկատմամբ, ուրեմն այն հոդվածով, որ հարուցվում է, ըստ էության, եթե այդ գործը ընթացք ստացավ, ուրեմն Վարդան Ղուկասյանը չի կարողանա պաշտոն զբաղեցնել մի քանի տարի, 2-ից 5 տարի ժամկետով։ Եվ ազատազրկում նաև։ Այո, եւ ընդ որում այնտեղ Գյումրու շուկայի հետ կապված պատմություն է, որտեղ ձայնագրություն է հրապարակվել, ինքը շատ այսպես վիրավորական արտահայտություններ խոսել եւ նրա մասին է, որ կարծես թե ուզում ինքն է ասում է, ես եմ տվել այդ մարդկանց շուկայում տաղավարներ եւ հիմա ուզում է ստանալ այսինքն պարտքի տակ է դնում այդ մարդկանց։ Ձեր ընտանիքները պահելու հնարավորություն եմ տվել, կարծես թե հենց այնպես է տվել սիրուն աչքերի համար։ Պատկերացնում եմ ինչ գումարներ է աշխատել դրա համար։ Դե այդ մոտարապես այն պատմությունը դարձավ էլի այգու, որ ասում է գող չեք, որ սեփականաշնորհել եմ, բա տենց անտեր մնար, ասում է։ Այսինքն պարզվում է, որ մարդիկ քաղաքապետ են տանում, ինչքան անտեր բան կա, ուրեմն ոչ թե պետքա բարեկարգեն ժողովրդի համար ցույց տան եւ նվիրեն ժողովրդի, այսինքն ոչ թե նվիրեն, այլ իրենք ընտրվել են հենց դրա համար, որպեսզի ժողովրդի համար նախատեսվածը բարեկարգեն, որպեսզի հաջորդ անգամ էլ ընտրվեն։ Գիտեք, ինձ համար էս ամեն ինչում ամենատարօրինակն ու ցավալին ինչն էր, որ Գյումրին այդպիսի ընտրություն կատարեց գյումրեցին։ Այո, տեսեք, մենք այդ մասին հեսա խոսենք, այսինքն դուք պատկերացնում եք հոգեբանությունը մի մարդու, որը ուրեմն կարծում է, որ եթե ինքը քաղաքապետ է ընտրել, ինքը փրկել է այդ այգին ու պետք է սեփականաշնորհել։ Դե որ ինքն է փրկել, պետք է սեփականաշնորհել, հա։ Ուրեմն ես սա շատ ուժեղ տրամաբանություն է իդեպ ասեմ, եւ մի բան էլ այսպես պետքա դա մունաթով ասել, հա, որ ինչ եք ուզում, այսինքն որ ավելի հավաստի երևի թվա եւ այլն։ Բայց շատ կարևոր է Վարդան Ղուկասյանը ամեն ինչի պատասխանը։ Դու գիտեք, որ հիմա դա արհեստական բանական ինքը չէ, արհեստական բան։ Այդ էլ զավեշտներ, դե բոլոր այդ արարությունների մեջ ես սպասում եմ այն պահի, երբ որ բոլոր ուրեմն այն մարդիկ, ովքեր ապօրինի են գույքերը ձեռք բերել եւ այլն, կասեն, այդ մենք չենք եղել։ Արհեստական բանականությունն է։ Այդ մեր հոլոգրամներն են եղել, հա, եւ այլն։ Մոտավորապես սպասենք այդ տեխնիկական զարգացմանը, որ մարդու քայլող հոլոգրամ կսարքեն այնպես շատ նման այսպես իրականությանը մի խոսքով բայց իրականությունը ցավալի այն առումով որ դուք շատ ճիշտ շեշտեցիք որ Գյումրին այդպիսի ընտրություն արեց նախ ասեմ որ մասնակցությունը այդուամենայնիվ ցածր է եղել մոտ 30% է որքան ես հասկացա մասնակցությունը մոտ 30% ավելի կարծես թե 40-ից ավելի էր կարծեմ ես վերջին տվյալը նայեցի կարծես թե 30% էր բայց ինչևէ անկախ ամեն ինչից անկախ կարծես թե միևնույն է ակտիվ չի եղել մեկը ասենք 50% չի եղել 60% չի եղել հա եւ մարդկանց մոտ այդ հիասթափությունը ցավոք սրտի կա բայց մարդիկ ունեցել են ընտրություն ունեցել են տարբերակ ասենք ճիշտ մեսիջ փոխանցելու աշխարհին այդուամենայնիվ եւ անգործությունը այս դեպքերում շատ վատ ծառայությունա մատուցում հա եւ մենք ըստ էության ինչ տեսանք մենք տեսանք ընտրություն որտեղ Երևանյան ընտրությունները կարողացանք դեռ փրկել այդ իմաստով, որպեսզի ուրեմն նախկինների համախմբում եւ վերադարձ եւ նախկինների կողմից ներդրված մարդկանց կողմից այսպես միավորում չլինի, բայց այս ընտրություններում ուրեմն մենք տեսանք Բայց ոնց նայում ես ոնց որ հիմնականում նախկիններն էին, եթե չասենք բոլորը։ Այո, եւ մի հատ Եվրադաշինք կար այնտեղ,
Լևոն Բարսեղյանի գրքագործություն, որը տեսեք հարցումներով ըստ էության պարզվում է, որ Հայաստանի մեծ մասը ցանկանում է, ժողովրդի մեծ մասը ցանկանում է գնալ Եվրոպա։ Բայց չի ընտրում տեխնացուին։ Այո, բայց տեսեք, այստեղ նորից ես միշտ այդ շեշտադրումը դնում եմ, կարևոր չի թե ով է տեխնացուն այս պահին, կարևոր չի դուք սիրում եք թե չեք սիրում մեծ մասամբ, բայց կարևորը որ ինքը այլընտրանք էր այդ տեխնացուն։ Եվ կարևորը որ ինքը ինչ անվանումով էր գնում, ես դա բազմիցս եմ ասել, իմ հետևորդներին է։ Եվ ստեղ ինչ էր կարևոր, որ գյումրեցիները ճիշտ մեսիջ ուղարկեին այն աշխարհին, որ այսօր պաշտպանում է մեր սահմանները։ Չէ՞ որ հիշում եք, Ամերիկայի պետքարտուղարներ զանգում, որ Ադրբեջանը չհարձակվեր։ Եվրամիության դիտորդներն են շրջում, որ Ադրբեջանը չհարձակվի, եւ բոլորը իրոք Հայաստանում այստեղ այդ մթնոլորտը կա։ Իհարկե մարդիկ ուզում են խաղաղություն, ես դա հասկանում եմ, բայց գնալ եւ ձայն տալ կոմկուսին ես չեմ բացահայտի, չեմ կարող ուղղակի բացահայտել, թող ներողություն խնդրել մեր հետևորդները, ես խոսացի մի արտասահմանյան պաշտոնյայի հետ այստեղ ուրեմն եւ այսպես նուրբ ձևակերպեմ եւ մի հետարքիր բան ասեց ինձ, ասեց ես անգամ զարմացել էի, որ այդպիսի անվանում կա ցուցակում կոմունիստական կուսակցություն։ Այո, դուք հասկանում եք, սա շոկ է աշխարհի համար։ Սա շոկ է Հայաստանը, որ իրեն հայտարարել է ժողովրդավարական երկիր, սա աշխարհի համար շոկ է։ Եվ երկրորդ դեմքն է դառնում կոմունիստական կուսակցությունը, երկրորդ կուսակցությունը ընտրություններում հաղթած։ Եվ դուք հիմա պատկերացրեք, ինչ այն աշխարհը, որ մտածում էր մենք գնում ենք ժողովրդական, ուրեմն այս երկրին պետքա պաշտպանել, այս ժողովրդին պետքա պաշտպանել։ Հիմա ինչ են մտածելու մեր մասին։ Այդ նույն եվրոդիտող ու արկող պետությունները։ Առաջին մասը մեր սպառվեց, շարունակենք երևի երկրորդ մասը։ Այո, այժմ ժամանակն է, որ գնանք գովազդի։ Բայդուբայ.am, այո, Բայդուբայ.am Դարձեք անշարժ գույքի սեփականատերը Դուբայում Բայդուբայ.am-ի օգնությամբ եւ մենք ապահովենք Արաբական Միացյալ Էմիրությունների ձեր ռեզիդենտության քարտը։ Արաբական Էմիրություններում առանց տոկոսագումարի ձեռք բերեք անշարժ գույք սկսած $140,000-ից, ստանալով մինչև 15% եկամուտ Բայդուբայ.am-ի օգնությամբ։ Մեզ հետ կարող եք կատարել եզակի ներդրումներ Mercedes-Benz, Bugatti, Burj Khalifa եւ Դամակ ճարտարապետական գլուխգործոցներով հայտնի MR եւ Bugatti-ի հեղինակավոր կառուցապատողներին պատկանող անշարժ գույքի շուկայում։ Կատարեք ձեր ներդրումը ֆինանսական ժամանակակից երկնաքերերի, շքեղ հյուրանոցների, ոսկեփայլ լողափերի եւ ֆինանսական բարձունքներ նվաճելու քաղաքում։ Բայդուբայ.am Մեր տաղավարում է Արմեն Չիբուխչյանը, հարգելի հեռուստադիտողներ, եւ կարծեմ էլի բան ունի ավելացնելու պարոն Չիբուխչյանը Գյումրիի ընտրությունների հետ կապված, եթե այդպես է։ Ես մի հետարքիր բան, մի տեսակետ հնչեց հանրայինի եթերում, դե հանրայինի եթերում պատական մարդիկ չեն հայտնվում վստահաբար եւ ուրեմն խոսք գնաց, որ ռուսական ռազմաբազանը մեծ նշանակություն ունեցել ընտրությունների արդյունքների վրա։ Գիտեք ինչ համատեքստում, որ փաստորեն ռուսական ռազմաբազան բազմաթիվ աշխատողներ է պահում Գյումրեցի, բազմաթիվ ընտանիքներ է կերակրում եւ մուլտիպլիկատիվ էֆեկտով ուրեմն բազմաթիվ գյումրեցիներ օգտվում են ռուսական ռազմաբազայից։ Սա հասկացանք, բայց դա չի նշանակում, որ ռուսական, դե բարձա չէ, որտեղ որ ռուսական ռազմաբազա, այնտեղ գործակալական ցանցը հասկանում ենք, չէ, որտեղ ակտիվ ճող եւ այլն։ Բայց տարօրինակը որն է, որ Ավետիսյանների դեպքից հետո հիշում եք, չէ, այդ ողբերգական դեմքը։ Հիշում եք մի հավաքարար կնոջ ուղակի սպանեցին։ Ու բազմաթիվ դեպքեր այդ հարբած դեբոշների մեծ մասը մենք չգիտենք, որտեվ այն մանր ու միջինները մենք չգիտենք, մեզ հասել է, որտեվ բարձա չէ, ասենք մենք պատկերացնում ենք, չէ, ռուսը ինչ արած կլինի, ասենք պատկեր ռուսը 4 տարին մեկ չի խմում։ Այն բարձա չէ, որ այդ մանր բաների մասին մենք չգիտենք։ Ես ուղակի զարմանում եմ, որ ըստ էության նշանակում է Ռուսաստանը կարողանում է ուղակի ազդեցություն ունենալ նաև համապետական ընտրությունների վրա։ Պատկերացնում եք, այսինքն որտեղ դա քիչ տոկոս չէ, Գյումրին երկրորդ քաղաքն է, ինչ որ ձայներ կարողանում է ապահովի իր ուզած տեխնացուի համար։ Եվ երբ որ ժամանակին ասում ենք այդ ռազմաբազան ոչ մեկ չի հավատում, չէ՞ որ իրենք մեզ Թուրքիայից պաշտպանելու են, որը մեկը չի հավատում։ Բա դուք պատկերացնում եք, քանի տարի է մենք մեր եթերներից RTN-ում, ես առանձին իմ եթերներից, քանի տարի ենք կոչ արել այդ ռազմաբազան հանել ընդհանրապես։
Եվ հիմա մենք ունենք մի իրավիճակ, որտեղ նախկինները բոլոր համախմբի, իհարկե այնտեղ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Ռուսաստանի կողմնակիցների մեջ որոշակի տարաձայնություններ կա, մենք տեսնում ենք Մարտուն Գրիգորյանը չկա։ Այո, հələ որ լուրջ չի միացել ոչ մի կողմին, ոչ մյուսին, ԿՊ-ի մասին ասաց, որ բացառված է, որ միանա, բայց չասաց, որ միանում է մյուս կողմին։ Եթե չեմ սխալվում, նախընտրական միտինգների ժամանակ էլ Մարտուն Գրիգորյանը կարծես թե այսպես շատ վստահ արտահայտվել է, որ թե իրեն մեղադրում են, որ ինքը իբր ձայները տալու է Վարդան Ղուկասյանին, բայց ինքը հերքել է դա եւ հիմա բոլորը սպասում են տեսնեն ինչ դիրքորոշում կարտահայտվի։ Բայց միակ բանը պարզ է։ Տեսեք, Ռուբեն Մխիթարյանը, որ ձայներ, Մայր Հայաստանը հասկանում ենք, չէ՞, դա Ռոբերտ Քոչարյանն էր, անմիջապես ձայները տվեց Վարդան Կոմկուսին, պարզա որ Զյուգանովախառը այնտեղ այդ վիճակը կար, ասենք Ռուսաստան, Ռոբերտ Քոչարյան, այդ ամեն ինչը պարզ է։ Պուտին, Կեցե Պուտինը, Սպասիբա Ռոսիի, այդ ամեն ինչը պարզ է։ Ռուբեն Մխիթարյանը Միքայել Մինասյանի ընկերն է, որի մասին խոստովանել է եւ հպարտ է դրանով, հա։ Հիմա տեսեք, պարզա Միքայել Մինասյանը Սերժ Սարգսյանն է, այս իմաստով։ Հիմա Ռուբեն Մխիթարյանը տվեց ձայները այո, Վարդան Ղուկասյանին։ Մարտուն Գրիգորյանն լինել են ասոցացնում Սերժ Սարգսյանի հետ։ Եվ հիմա շատ կարևոր է հասկանալ, հիմա Մարտուն Գրիգորյանը եւ ըստ էության արդեն որքան ես ենթադրում եմ, հիմա պարզա որ ըստ էության կոմպլիմենտ արեցին Ռուսաստանին, Կոմկուսը այսպես անցավ, բայց հիմա պետքա թույլ չտալ արդեն որ Ռուսաստանը իշխանությունը վերցնի Գյումրիում, որովհետև այդուամենայնիվ Սերժ Սարգսյանը կցանկանա ինքը կառավարել Գյումրին, չէ՞։ Տրամբանականը։ Հետևաբար ես կարծում եմ, որ հիմա բանակցություններ են գրում շատ ավելի լուրջ մակարդակով։ Դրա համար Մարտուն Գրիգորյանը չկա։ Իսկ սա իմ ենթադրությունն է, հասկացաք, չէ՞, արդեն լիդերների մակարդակով է։ Որովհետև նույնիսկ կապվել չէր կարողանում Վարդան Ղուկասյանը երեք հայտարարեց, որ հնարավոր չէ։ Այո, եւ այս բացակայությունը Մարտուն Գրիգորյանի ես վերլուծում եմ այսպես, որ ինքը ասես մի պահ դուրս է եկել ասպարեզից, մինչև մեծերը կպայմանավորվեն ուսակցականները, կոպիտ ասես Սերժ Սարգսյանի մակարդակով, այնտեղ Ռոբերտ Քոչարյանի, Ռուսաստանի, այնտեղ կպայմանավորվեն ինչ հնչոցա, ով զիջում կստանա, որ ինչքան կստանա, ինչ եւ այլն, եւ հիմա ես ենթադրում եմ, որ այս փուլում հենց դա է տեղի ունենում, եւ կարծում եմ առաջիկայում մենք կհասկանանք պայմանավորվեցին թե չպայմանավորվեցին, բայց փաստը մնում է փաստ, մի ցավալի բան պետք է ասեմ։ Տեսեք, շատերը ծանր էին ընդունում իմ քննադատությունը, բայց ես հենց այսօրվա համար էի ասում։ Պատկերացրեք, որ նույնը կարող է լինել 26 թվականի ընտրություններին, երբ որ ասում է երրորդ ուժապետ, երբ որ ասում է ներկա նախկին մի խաղացեք, վատ տեղա տանելու։ Իսկ վստահաբար իմացեք, նույնը կարող է կրկնվել 26 թվականի համապետական ընտրություններին։ Եվ ինչ է, մեզ կբավարարի Նիկոլ Փաշինյանի պատասխանը, որ ես խոսք էի տվել, երբ որ դուք չուզեք, ես կգնամ։ Ինչի ժողովուրդը դուրս եկե փողոց 18 թվականից, որ Նիկոլ Փաշինյանը ուղղակի երբ որ նախկինները հետ գան ինքը գնա, ժողովուրդը դուրս եկե փողոց, որպեսզի Նիկոլ Փաշինյանը այլևս չվերադառնան։ Ընդհանրապես վերացնի նախկինների վերադարձի որևէ հնարավորություն։ Բայց մենք տեսնում ենք, որ ժողովրդավարությունը Հայաստանում կրկին վտանգված է, որտեղ քաղաքական կրիմինալն է հետ գալիս։ Ցավոք սրտի, տեսեք, ժողովուրդը գնացել ընտրել է։ Ես չեմ կարող ասել, որ տեսեք, դեռևս դիտորդներն են ասում, որ այդպիսի ինչ որ, չգիտեմ, լցոնումների մասին բացահայտ դեպքեր կամ բան, կարծես թե չկա։ Խախտումները հիմնականում պայմանավորված են դրանով, էլի ընտրակաշարքներ։ Դե ովքեր էին կրիմինալներն էին մասնակցում, պետք է լինեին։ Այո, տեսեք, էլի ԽՑԲ, էլի ես քեզ լավություն եմ արել, դու ինձ պետք է հետ քվեարկես, բայց մենք ուր ենք գնում սենց։ Մենք հետ ենք գնում այսպես։ Շատ ցավում եմ գյումրեցիների այս ընտրության համար ես ախրանիկ կամ որ քաղաքները Էջմիածին է հիշում եք հայտնի օդիոզ դեմքերը ոնց էին պահում սարսափիտակ հիմա Գյումրին նորից կպահվի սարսա մենք այդտեղ ենք գնում այդտեղ ենք ուզում նորից գնալ իհարկե ոչ բայց այդ նույն ներողություն մի բան ասեմ էլ այդ օդիոզ դեմքը Վարդան Ղուկասյանը հայտարարում էր ընդամենը մի քանի օր առաջ ընտրություններից որ ինքը Ռուսաստանից գործարաններ կառուցող է բերելու գործարաններ են կառուցելու մարդիկ առաջվապես գնալու են աշխատանքի Մենք հասկանում ենք, չէ՞ որ դա ծիծաղելի է։ Ռուսաստանը կարողանար, դուք Ռուսաստանի վիճակի մասին մենք չենք անդրադառնում, ես այս քաները կփորձեմ անդրադառնալ մեր մյուս եթերներում։ Ռուսաստանում անգամ առողջապահությունն ասա, շտապօգնության մեքենա չկա որ հասնի։ Ռուսաստանը ռազմարտունաբերություն արդեն չի հասցնում շուտվանից։
փողոց մակրող չունեն։ Ռուսաստանի տնտեսության բոլոր ոլորտներում սպասվում է աղետ, ինչ գործարան Ռուսաստանից։ Մեկը իրանց համար գործարան կառուցի։ Դե իհարկե, բայց ինչի մասին է աբսուրդ է դա։ Հայաստանի Հանրապետությունը ներդրումների կոչ է անում, ով եկավ ասեց Գյումրիում ռուսներից գործարան է կառուցելու, որպեսզի մարդիկ լավ ապրեն։ Դե հասկանում եք, չէ՞, պետք էր մի բան ասել, որպեսզի այսինքն ինչ կուզես կարաս ասել։ Ափսոս ժամանակ չմնաց։ Դուք խոսում եք դեբոշների մասին, ռուսների հետ կապված, դեբոշների շարքում մի քիչ այնքան էլ համեմատելի չի երևի, բայց ամեն դեպքում ԿՊ-ականը իրեն թույլ տվեց հարբած փողոցում, գիտեք, Վիլեն Գաբրիելյանը, այդ պատմությունը։ Այո, ցավոք սրտի, այո, դա շատ տգեղ պահվածք էր եւ շատ մեծ աղմուկ է բարձրացել իր հայտարարությունը, որ դե 21 թվականին մենք գնալու ենք, ել ինչ բան անենք։ Ես ուղղակի սա չգիտեմ, սա բայց այդքանի հետ մեկտեղ, այսինքն հիմա մարդիկ ինձ հարցնում են, ասում են, փաստորեն իրանք իշխանությունը հետ են փոխանցում ու գնան, հա, այսինքն այդ մարդկանց մոտ լուրջ վախ է հիմա, լուրջ հարցեր են տալի մարդիկ, այդ իմաստով ինքը հրաժարական տվեց, բայց ինքը առաջադրվել է ԿՊ վարչության անդամի թեկնածու։ Դա վարչությունը կընդունի թե չի ընդունին է հիմա հարցը։ Դե հիմա տեսնենք, հասկանանք, բայց չգիտեմ, ես այսօր իմ եթերում Հովիկ Աղազարյանի օրինակը բերեցի։ Հիմա փաստորեն այս տրամաբանությամբ ստացվում է, որ եթե Հովիկ Աղազարյանը, տեսակ չէ, գլխավոր դատախազը ինչքան մեղադրանք ներկայացրեց։ Հիմա ստացվում է, որ եթե գլխավոր դատախազը, այսինքն այն ժամանակ Հովիկ Աղազարյանը համաձայնվեր եւ մանդատը վայր դներ, մենք այս մասին չէինք իմանա։ Ինքը կգներ վարչության թեկնածուին, կդներ իր, հասկանում եք տրամաբանությունը որն է։ Բա մենք էս էինք ուզում։ Չէ, իհարկե։ Ժամանակը սպառվեց, ցավոք շարունակենք, այո, հետևենք զարգացումներին։ Հաջորդ հանդիպումը արդեն վաղը, հարգելի հեռուստադիտողներ, նաև ձեզ հետ կհանդիպենք արդեն վաղը, ցտեսություն։ Հաջողություն։